Անցած անգամ մենք տվեցինք այդ ուռուցիկ ֆունկցիայի սահմանումը, հա, հասկացանք, որ եթե ֆունկցիան ուռուցիկ է, ինչ որ AB ինտերվալում, ապա կամայական ոնց որ x, z, y եռյակի համար, հա, այս x եւ z կետերին համապատասխանող կետերը գրաֆիկի վրա որ միացնենք ու նույնը z-ի ու y-ի համար անենք, սրանկյունային գործակիցը ավելի փոքր է լինում, քան մյուսինը, այսինքն ոնց որ տեսանք, որ f-ը ուռուցիկ է, ու AB-ի վրա, երբ որ կամայական եռյակի համար fz հանած fx բաժան z մինուս x-ը փոքր է հավասար fy հանած fz բաժանած y մինուս z, հա, որտեղ այդ x-ը, z-ը, y-ը a-ի b-ի անանքն թվեր են։ Մի հատ էլ տեսանք, որ վերջինս համարժեք է հետևյալին, ոնց որ z-ը ձգտեցնում էինք x կետին, հա, ստանում ենք, որ f'(x)-ը պետք է փոքր կամ հավասար լինի fy հանած fx բաժանած y մինուս x։ Ու նույն կերպ էլ մի հատ z-ը, որ y-ի ձգտեցնենք, տեսնում ենք փոքր հավասար f'(y)։ Սրանք ոնց որ միմյանց համարժեք պայմաններ էին։ Նաև ոնց որ տեսանք, որ որպեսզի այդ ֆունկցիան լինի ուռուցիկ, անհրաժեշտ է բավարար, որ իր երկրորդ ացենցիալը լինի աճող կամ երկրորդ ացենցիալը լինի հենց հավասար 0-ից։ Այդ մասը տեսանք, ճիշտ է։ Երկրորդ ացենցիալն է։ Բարի, հիմա ոնց որ եթե ացենցիալը աճող պետք է լինի, ացենցիալի աճող լինելը նույնն է թե որ երկրորդ ացենցիալը լինի դրական, չէ՞, կամ ոչ բացասական։ Ինչ որ ֆունկցիան աճող է, եթե ացենցիալը դրական է։ Բարի։ Հիմա մի հատ էլ հետևյալ թեորեմը ձևակերպենք ու ապացուցենք։ F ֆունկցիան որպեսզի F ֆունկցիան լինի ուռուցիկ, f դիֆերենցիալի ֆունկցիան։ Լինի ուռուցիկ, այստեղ նաև գոքավոր է, հա, AB-ի վրա։ Անհրաժեշտ է բավարար, որ կամայական x0-ի համար AB-ից x0 կետում, x0 f(x0) կետում տարված շոշափողը գրաֆիկին տարված շոշափողը այսինքն այստեղ ինչ որ հիմա այստեղ առանձին նկար անենք, հա, ասում ասենք ուռուցիկ ֆունկցիան է, կամայական կետում տարված շոշափողը լինի գրաֆիկից ներքև, հա, y հավասար fx ֆունկցիայի գրաֆիկից ներքև
Իհարկե գոքավորի դեպքում էլ պետք է վերև ընկած լինի։ Շատ լավ։ Ասենք եկեք մի կողմը ասենք համոզվենք, ունենք որ ֆունկցիան ուռուցի կա, ուզում ենք տեսնենք որ շոշափողը գրաֆիկից ներքև կլինի։ Մենք ունենք այս անհավասարությունները ուռուցիկ ֆունկցիաների համար, հա։ Սրանը եկեք 1 դնենք, քանի որ f-ն ուռուցիկ է, AB-ի վրա, ապա տեղի ունի 1-ը, հիմա մենք ուզում ենք տեսնենք, որ ոնց որ մի տող բաց թողենք, հա, մենք ուզում ենք տեսնենք, որ ինչ է f(x)-ը օրինակ մեծ կամ հավասար է մեր x0 կետում տարված շոշափողի հավասարումը որն է։ f'(x0) անգամ x մինուս x0 գումարած f(x0)։ Շատ լավ։ Հիմա օրինակ որպեսզի սենց անհավասարություն ստանանք 1-ից, ասենք x-ն էլ թող պարզության համար x0-ից մեծ լինի։ Հիմա որ կողմից փորձենք օգտվել ու x-ի y-ի տեղը այնտեղ ինչ տեղադրենք։ x-ը x0-ից մեծ։ Անտիր։ Կանեդես։ Okay։ Շատ լավ, ինչպես Մարիամը ասեց, հա, վերցնելով 1-ում x-ի փոխարեն x0, y-ի փոխարեն x, կստանանք ինչ։ Անք, որ x-ը մեծ կանանցար x0 դեպքում, հա, դեպքում fx հանած fx0 բաժանած x մինուս x0-ն մեծ կամ հավասար է, ոնց որ մենք են f'(x0)-ից։ Նո, փոքր հավասար f'(x)-ը հեչ հարմար չի վերցնելը, հա։ Մեզ էդի պետք չի։ Մեզ պետք էր f'(x0) ունենալ։ Ստեղից էլ հիմա, որ x մինուս x, նո, այս x-ը մեծ է x0 գրեմ, x-ը մեծ է x0, այս արդեն կունենանք, որ f(x)-ն էլ մեծ է f'(x0) անգամ x մինուս x0, գումարած f(x0)։ Հիմա մի հատ էլ պետք է դիտարկենք մյուս դեպքը, երբ որ x-ը փոքր է x0, այդ դեպքում x-ը ու y-ի տեղը ինչ պիտի վերցնենք։ Իհարկե, մեր մոտ x-ը y-ից փոքր է։ Ոնց որ այս անհավասարության մեջ, հա, x-ը y-ից փոքր է։ Միշտ։ Երբ x-ը փոքր է x0, մեկում կվերցնենք y-ի փոխարեն x0, x-ի փոխարեն հենց x-ը, հա։ Այս այնտեղ կարող ենք այս չգրել, x-ի փոխարեն ինչ-որ բան։ Եվ կստանանք, որ ինչ, այս f(x0) հանած fx բաժանած x0 հանած x,
հիմա պետք է մենք այս մեծ կամ հավասարա f'(x)-ը գրենք, թե փոքր հավասար f'(x)-ը։ Փոքր հավասար f'(x)-0։ Մեզ f'(x)-ը ընդհանրապես պետք չի, մեզ պետք է f'(x)0-ն, դրա համար այս սպանում ենք ու հետևաբար հիմա x0 հանած x-ը հետևաբար fx0 հանած fx-ը փոքր հավասար x0 մինուս x հիմա որ մի հատ էլ մինուս 1-ով բազմ պատկենք կամ fx-ը տանենք ենքում այսի բերենք այս կողմ կստանանք որ fx0 հանած s-ի պիտի գրենք փոխարենը կարենք գրենք գումարած f'(x0) անգամ տեղերը հակառակը x մինուս x0 փոքր հավասար fx Այսինքն իրոք տեսանք թե x-ը մեծ է x0 թե x-ը փոքր է x0 դեպքում այս անհավասարությունը տեղի ունի, իհարկե, երբ որ x-ը x0 է, ստեղ հենց պարզապես հավասարություն է, որտեղ այդ շոշափողը տվյալ կետում ֆունկցիայի գրաֆիկի հետ համընկնում է։ Շատ լավ։ Արի։ Այսինքն ստացանք, որ եթե ֆունկցիան ուռուցիկ է, իրոք գրաֆիկը պետք է շոշափողից վերև լինի։ Մի հատ էլ կարանք համակարգում համոզվենք, եթե շոշափողը գրաֆիկից վերև է, ուրեմն ֆունկցիան ուռուցիկ է։ Հակառակը համոզվելու համար ճիշտ նույն քայլերը պետք է ոնց որ հակառակ հերթականությամբ անենք։ Այստեղ ոնց որ երկու բառով ասենք։ Եթե հակառակն ենք ուզում ցույց տանք, ինչ պետք է ասենք։ Եթե ունենք որ Ինչպես։ Հա, կարանք հետ գնանք։ Այսինքն ոնց որ այս համարժեքա լինելու սրան բոլոր x-երի համար մեծ կամ հավասար x0-ից, չէ։ Այսինքն հիմա էլի կարող ենք հետ տեղը դնենք x-ի ոնց որ այստեղ եթե x-ի փոխարեն ենք x0 դնում, հիմա x0-ի տեղը x կարանք դնենք, այս x-ի տեղը y դնենք ու ստանանք այս անհավասարության որ կեսը, ցախ կեսը թե աջ կեսը։ Ցախ կեսը, հա։ Իսկ այն մյուս կողմում էլ նույն ձևով որ քայլելով հետ գնանք, կգանք ոնց որ կհանգենք այդ անհավասարության այս աջ կեսին։ Հա։ Կարիք կա գրելու կամ երկու բառով գրելու։ Okay։ Եկեք որպեսզի արագ լինի, այս սրանունը 2 դնենք, սրանունը 3 դնենք, սրանունը 4 դնենք, սրանունը 5 դնենք, հա։ Այստեղ երբ x-ը մեծ է x0 3-ից կստանանք 2-ը որը ապացուցում է մեկի ձախակողմյան անհավասարությունը Եթե ոնց որ հիմա արդեն x0-ն փոխարինում ենք x-ով, իսկ x-ը y-ով, հա։ x0-ն փոխարինում ենք x-ով, իսկ x-ը
y-ով։ Հա։ Հիմա մի հատ նման նախադասություն էլ պիտի այն աջակողմյանի համար ասենք։ Աջակողմյանի համար ինչ պիտի ասենք։ Հիմա պետք է սկսենք ինչից։ 5-ից, հա։ Ու իհարկե այսի նայում ենք այն դեպքում, երբ որ հա։ Երբ x-ը փոքր է x0, 5-ից կստանանք 4-ը, որից էլ ստանանք հա մեկի աջակողմյան անհավասարությունը անհավասարությունը, եթե ինչի փոխարեն ինչ դնենք։ Եթե x-ը փոխարինենք y-ով, հա։ Ճիշտ նույն քայլերը հետ են գնում, ստանում ենք։ Իսկ ոնց որ վերջում էլ հետ պետք է ասենք, քանի որ մեկից էլ բխում է մնում է նկատել, որ հա, մնում է նկատել, որ մեկից բխում է f-ի ուռուցիկությունը ուռուցիկությունը AB-ի վրա։ Ուռուցիկության համար մի քանի անհեշտ բավարար պայմաններ ստացանք։ Հիմա արդեն կարող ենք դրա միջոցով տեսնենք, որ որոշակի ֆունկցիաներ են ուռուցիկ, որոշակի անհավասարությունները տեղից ստանանք, այնպես կարող են ահագին օգտակար լինեն։ Եկեք ցույց տանք, որ fx-ը հավասար է y-ը ուռուցիկ կայարի վրա է։ Եվ այս y-x աշճանը մեծ կանսար է x + 1 բոլոր իրական x-երի համար։ Ուռուցիկությունը ստուգելու համար ինչ է մեզ պետք։ Երկրորդ ացնցիալը դրական է։ Իհարկե ացնցիալը հաջողան նույն բանն է, բայց ոնց որ երկրորդ ացնցիալը շատ ավելի արագ է, հա։ Նկատենք, որ f'(x)-ը հավասար է y(x) հավասար է f(2')(x), հա։ Հետևաբար f(2')(x)-ը մեծ է 0 բոլոր x-երի համար հեռից, ուստի f-ը ուռուցիկ է հեռի վրա։ Հիմա մեզ հարկավոր է հասկանալ ինչի y(x)-ը մեծ կանսար կլինի x + 1-ից։ Ոնց որ Անտիր։ Ոնց որ եթե որ կետում է շոշափողը
Հրաշալի է։ Հա, 0-ի մոտ։ Առաջին աշճանի Taylor-ի բազմանդամն է։ Հա։ Լավ, նկատենք, որ fx-ը հավասար է x-ի լավ, կարող ենք ոնց որ սենց ասեմ, հիմա ես որ տենց այդ 0 կետում շոշափողը չասեինք, հա, կարող ենք հակառակ ծայրից սկսեինք, ավելի բնական կողմից գայինք, ասեինք, դե մենք ինչ գիտենք, ուռուցիկ ֆունկցիաները բոլոր կետերում, հա, այդ իրանց շոշափողից վերև են, հա, այսին հետևաբար EX-ի գրաֆիկը ընկած է x0 տարված շոշափողից վերև թե ներքև վերև շոշափողից հիմա այդ շոշափողի հավասարումը ոնց է լինելու այդ պետք է գրեինք ֆունկցիայի ածանցյալը x0 անգամ x մինուս x0 գումարած fx0 դե մեր ֆունկցիան էլ իր ածանցյալն էլ հետը ex-ն են x0 կետում կլինի x0 անգամ x մինուս x0 գումարած x0 այս շոշափողից ոտ այս ինչ ուղուց վերև, հա լավ հիմա մեզ ուզում էինք տեսնեինք, որ x պլյուս 1-ից է մեծ կամ հավասար պետք է օրինակ x-ի գործակիցը դառնա 1, հա, այդ էլ այն դեպքում կլինի, եթե x0-ն լինի 1, x0-ն լինի 0, հա, այսին ոչ թե իհարկե շատ լավ է, որ ինչ-որ մարդիկ գլխի ընկան, որ այդի հենց 0 կետն է, բայց կարելի է ուղիղ գալ, հասնել սրան, ոնց որ հասկանալ x0-ն ինչ վերցնենք, որ մեր ուզածը տեղի ունենա, կամ դրան մոտիկ մի բան։ Մենք այսքանը ուզում ենք դառնա x պլյուս 1-ը, որտեղ x-ը գիտենք, որ մեծ կամ հավասար է այս շոշափողից։ Հիմա x-ի գործակիցը մասնավորապես որպեսզի համընկնի, հա, x0-ն պետք է լինի 1։ Հա, վերցնելով x0-ն հավասար է 1, որպեսզի x0-ն համընկնի հա? Հա, կներեք, x0-ն 0, որպեսզի x0-ն համընկնի 1-ի հետ, հա? Հետ, ստեղ, x պլյուս 1-ի, հա, անկյունային գործակցի, հա? 1-ի, բոտ x պլյուս 1-ի անկյունային գործակցի։ Կստանանք ինչ։ x-ը մեր ֆունկցիան մեծ կամ հավասար է այդ x0 անգամ x մինուս x0 գումարած x0, որը հավասար է ինչ։ Այսի 1 անգամ x հանած 0 գումարած 0, ասեն x պլյուս 1-ն է։ Մեր ցանկալի անհավասարությունը սրանով ապացուցեցինք։ Դրանից հարցեր։ Երկրորդ օրինակը
Ցույց տանք, որ fx-ը հավասար է սինուս x-ը գոքավոր է։ Զերո պիկեսում և որ x-ը մեծ կանասար է սինուս x, մեծ կանասար է 2π/x, բոլոր x-երի համար 0-ից պիկես։ Դե գոքավորությունը ստուգելու համար ընդամենը հարկավոր է երկրորդ ացենցիալը տեսնել, որ բացասական է։ Ունենք, որ f'(x)-ը դա կոսինուս x-ն է, հետևաբար f2'(x)-ը հավասար է մինուս սինուս x, որն էլ իհարկե փոքր է հավասար 0, բոլոր x-երի համար 0-ից պիկես։ Ուստի fx-ը հավասար է սինուս x-ը գոքավոր է 0-ից պիկեսում։ Հիմա մենք ինչ ենք ուզում տեսնենք, այս մեր սինուս x-ի գրաֆիկն է 0-ից պիկեսում։ Մի հատ ուզում ենք տեսնենք, որ սինուս x-ը փոքր է հավասար x-ից։ Մի հատ էլ մեծ կանասար է 2π/x, այդ 2π/x-ի որ հատկությունն է լավ։ Պիկեսում ինչ է դառնում, պիկեսում հատվում է սինուս x-ի հետ, այսինքն ինքը իրականում այս 0-0 ու այս կետով է, չէ՞ անցնում։ Այս y-ը հավասար է 2π/x-ն է, սա էլ y-ը հավասար է x-ն է։ Հիմա ուզում ենք տեսնենք, որ սինուս x-ը այս երկուսի միջև է։ Ինչպես դրա մեջ համոզվենք։ Եթե նախ գոքավոր է, եթե գոքավոր է, ուրեմն շոշափողից ներքև է, որ կետում շոշափողն է մեզ հետաքրքիր։ 0 կետում, այո։ Հա, իհարկե անցել էինք, բայց հիմա ուզում ենք այս նոր գիտելիքները կիրառենք, այսինքն սովորենք այն դրան, որ ֆունկցիան իր շոշափողից վերև կամ ներքև է, եթե ուղղիցիկ կամ գոքավոր է, հա։ Այսինքն զուտ ոնց որ սովորենք, որ այս sense գործիք ունենք ձեռի տակ։ Բա 2π/x-ը մեզ ինչին է։ Հեսա կհասնենք։ Շոշափող չի, բայց մեկ այլ բան է։ Այդ մեկ այլ բանը մինչև գրում ենք կարելի է մտածել։ Հետևաբար fx մեծ կանասար է fx-ը հավասար է սինուս x-ը մեծ կամ հավասար է f0 կներեք f'0 անգամ x մինուս 0 գումարած f0 0 կետում տարված շոշափողից, հա։ Տարված շոշափողից վերև է, կներեք ներքև է գրաֆիկը, աստեղ էլ սխալ եմ գրել, հա, փոքր է հավասար պիտի գրեի ներքև է, դե, f'0-ն հավասար է մեր մոտ ինչ, կոսինուս 0, մեկա, f0-ն դա սինուս 0 հավասար է 0, ուստի սինուս x-ը փոքր է հավասար 1 անգամ x գումարած 0 փոքր է հավասար x այդ 0-ից պիկեսում։
Հիմա մի հատ էլ ուզում ենք տեսնենք, որ sinus x-ը մեծ կանցար է 2 x։ Այդ էլ է սահմանման, հա, որ եթե ֆունկցիան գոքավոր է, ապա այդ իր ինչ որ միջակայքում եթե գոքավոր է, ապա այդ կամայական այդ միջակայքին համապատասխանող կետերի լարից վերև անկած մեր ֆունկցիայի գրաֆիկը, հա։ Այս կողմից համաձայն սահմանման fx հավասար է sinus x-ի գոքավոր ֆունկցիայի գրաֆիկը ընկած է գրաֆիկի երկու կետերը միացնող լարից վերև իսկ 0, 0, որը նույնն է թե 0 sinus 0 եւ π(k)s 1, այսինքն π(k)s sinus π(k)s, հա։ Կետերը միացնող ուղի հավասարումն է կետերով անցնող y-ը հասար է 2π(x) ուստի sinus x-ը մեծ կանցար է 2π(x) Այստեղ x-ը պատկանում է որտեղ 0-ից π(k)s։ Բա ինչի 0-ից π(k)s են գրում, ինչով է պայմանավորված, որ 0-ից π(k)s են գրում։ Լավ, կարայինք սենց վերցնեինք π(k)s-ը, ինչպես։ Անտիր, որովհետև այդ ֆունկցիայի գրաֆիկը կընկած կլինի լարից վերև այդ համատվածին համապատասխան։ Ասեն հիմա եթե այլ կետ վերցնեինք, ասենք π(k)-ը վերցնեինք, այդ դեպքում այլ ուղիղ կստացվեր, ավելի մեծ կլիներ, բայց այդ ավելի լավ գնահատականը կլիներ ոչ թե 0-ից π(k)-ում, այլ կլիներ որտեղ 0-ից π(k)-ում, հա? Այսինքն կարող եք գնահատականը նույնիսկ ավելի լավացնել, եթե ոնց որ ավելի փոքր ինտերվալ վերցնեք։ Հա, մեր հաջորդ թեման շրջման կետն է։ Ախ սահմանենք ինչ է շրջման կետը։ Կասենք, որ x0-ն f-ի շրջման կետ է։ Եթե գոյություն ունի դելտա մեծ 0, այնպես որ x0 fx0 կետում տարված շոշափողը կետում տարված շոշափողից
դիֆերենցիալի ֆունկցիան։ Հա, ոնց որ այդ կետում դիֆերենցիալությունը պահանջում ենք, հա։ Կետում տարված շոշափողից ֆունկցիայի գրաֆիկը ֆունկցիայի գրաֆիկը ընկած է x0 plus delta ճակայքում այս ավելի ճիշտ կլիներ այսպես գրենք, հա, այս քանը բերենք ստեղ, այս x0 եւ x0 կետում տարված շոշափողից, այս միջակայքում, այսինքն այսպես f ֆունկցիայի գրաֆիկն ընկած է x0 plus delta միջակայքում այս կետում տարված շոշափողի մի կողմում իսկ x0 minus delta x0 միջակայքում մյուս կողմում Այսինքն մի իրավիճակ կա, ասենք այս մեր ֆունկցիայի գրաֆիկն է, այս կետում որ տանում ենք շոշափողը, տեսնում եք, այս x0-ն է, x0, ուստեղ իհարկե դելտան ինչ ուզենք կարող ենք վերցնել, բայց ոնց որ շոշափողի մի կողմում անգած, եթե x0-ից աճենք, եթե x0-ից ձախենք, շոշափողից վերև անգած, հա? Այս այդ կապերը կտեսնենք, այդ ուռցուկից գոքավորը անցնում կամ գոքավորից ուռցիկ անցնում, եթե ֆունկցիան երկու անգամ դիֆերենցիալ է, ապա այո, լավ ես նկատել, այդ պատճառը հենց այդ է, այդ ուռցիկությունը փոխում է, կետում։ Հա, թեորեմ Լեցուկ f-ը երկու անգամ դիֆերենցիալ է դիֆերենցիալ է AB-ում Եթե f2'x-ը եթե գոյություն ունի դելտա մեծ 0 այնպես որ x0 plus դելտա միջակայքում f2'x-ը մի նշանի է իսկ x0 minus delta x0 միջակայքում այլ նշանի ապա x0-ն շրջման կետ է։ Ուզում ենք տեսնենք, որ լավ, ասենք հիմա ապացույցը որ կներկայացնենք, կարանք ինչ-որ մի դեպք նայենք, հա, դիցուկ անցենք են մյուս կողմն գրենք։
Լեցուկ f2'x-ը մեծ է 0, երբ որ x-ը պատկանում է x0-ից x0 plus դելտա ու f2'x-ը փոքր է 0, երբ որ x-ը պատկանում է x0 minus դելտա x0։ Ստեղ ուռուցիկ է, ստեղ գոքավոր է։ Գոքավոր է, հետո դառնում է ուռուցիկ ու այս ուզում ենք տեսնենք, որ այս x0-ն շրջման կետ է։ Ինչպես դրա մեջ համոզվենք։ Մենք ուզում ենք Հա, բայց այդ Okay. Չէ, հակառակն ենք ուզում տեսնենք էլի։ Ну, մանեի ասածը ոնց որ թարարմամբ այդ տենց էլ կարող ենք այո անել։ Եթե ունենք որ այդ երկրորդ տածենցիալը ну, ստեղ միակ հարցը այն է, որ խիստ վերև ունենանք, որ ոչ թե հավասարությունն էլ ինչ որ դեպքում լինի, այլ ինքը խիստ վերևում գտնվի։ Իրականում արժեր մի հատ այն շրջման կետի սահմանների մեջ, որ գրում էինք մի կողմում կամ մյուս կողմում, այդտեղ նշենք, որ նաև այդ ամեն ինչը խիստ տեղի ունի, ոչ թե թույլ ենք տալի, որ նաև հավասարություն լինի։ Ոնց որ այսպես ասած, այդ լայն իմաստով մեկը ուռուցիկ կլինի, կամ լայն իմաստով գոքավոր կլինի։ Լավ սենց լիներ էլի, սա էլի ուռուցիկ է, չնայած որ ստեղ ինքը մի հատ ուղիղ գիծ է իրանից ներկայացնում։ Ասեմ ոնց որ այդտեղ երկրորդ տածենցիալը 0 կլիներ։ Հա, լայն իմաստով ուռուցիկ կլինի, գոքավոր էլ կլինի, լայն իմաստով, ասեն եթե հավասարությունը այդ ոնց որ սահմանել ենք, այո։ Խիստ ուռուցիկ չի լինի, բայց ուռուցիկ կլինի, գոքավոր էլ կլինի։ Եթե հավասարները հանում ենք։ Հա, ու նաև թույլ չենք տալի, որ ալֆան 0 կամ 1 այդ եզրային արժեքներ ընդունի, որտեղ այդ միջանկյալ կետը դառնում է ծայրակետ պարզապես։ Ալֆա x + 1 - ալֆա y միջանկյալ կետը դառնում էր x-ը կամ y-ը։ Լավ, ոնց որ մի մեթոդը ըստ էության քիչ թե շատ խոսացինք, մի ուրիշ բանն էլ էլի, որ ֆունկցիայի արժեքի ու իր շոշափողի արժեքի միջև մանավանդ երբ որ երկրորդ տածենցիալի մասին ինչ-որ ինֆորմացիա գիտենք, ինչպես կարող ենք ֆունկցիայի արժեքը համեմատել իր շոշափողի արժեքի հետ։ Շոշափողը իրանից նաև ներկայացնում է ինչը։ Շոշափողը այդ ֆունկցիայի այսօր որ գնում ենք x-ը x + 1 այդ ժամանակ ասում ենք, որ այդ x + 1-ը նաև Ալեքսանդրն էր, հա, ասում, որ հանդիսանում է, ասենց ասած, մոտարկում, հանդիսանում է Թեյլորի առաջին աշճանի բազմանդամը, ընտիր, հիմա մենք եթե ուզում ենք ոնց որ ֆունկցիայի արժեքը համեմատենք իր Թեյլորի առաջին աշճանի բազմանդամի հետ, կարող ենք օգտվել Թեյլորի բանաձևից, որ պիանոն այդ ոչ մի քանակական գնահատական չի տալի։ Լագրանժի տեսքը, ոնց որ սենց ասեմ, կոշի տեսքը համարյա թե մենք չենք օգտագործում, հիմնականում Լագրանժի տեսքն ենք
օգտագործում ու եթե գնում է ոնց որ քանակական գնահատական տալում, Lagrange-ն եք օգտագործում, եթե որակական զուտ ինչ կարգի է, այդ ժամանակ Peano-ն կարող եք օգտագործել, էլի։ Այսինքն հիմա օգտագործելու ենք Lagrange-ը, հա, օգտագործելով Taylor-ի վերլուծությունը Lagrange-ի տեսքով ստանանք, որ fx-ը հավասար է fx0 գումարած f'(x0) բաժանած 1-ի ֆակտորիալ անգամ x մինուս x0, սենց քանի անդամ էլի ածանցյալներով գրենք մի հատ։ Այդ մի հատ անդամը, այսին f2'x0 բաժանած 2 ֆակտորիալ անգամ x մինուս x0 քառակուսի Lagrange-ը արդեն մնացորդային անդամը, հա, գրենք։ Այսինքն մեզ հետաքրքրող մեծությունը ոնց որ ստեղ ունենք, այս շոշափողի հավասարումն է, մի հատ էլ Lagrange-ով որ գրենք f2'c բաժանած 2-ի ֆակտորիալ անգամ x մինուս x0-ի քառակուսի, որտեղ c-ն x-ի և x0-ի միջև է, հա։ Լավ, հիմա եթե այս սրահունը 1 դնենք, սրահունը 2, այս վերջինն էլ 3, հա։ Եթե x-ը պատկանում է x0, x0 պլյուս դելտա, ապա c-ն կպատկանի ինչին։ C-ն, որ պատկանում է x0-ից x-ին, ընկած կլինի x0-ի x0 պլյուս դելտայի միջև։ Հա? Եթե x-ը այս կոմը եղավ, c-ն էլ այս կոմը կլինի ու միջև x0 պլյուս դելտայից փոքր կլինի և 1-ից կստանանք, որ ինչ։ Երկրորդ կարգի ացենցիալը որ կետում։ C, մեզ հետաքրքրում է այս սայից ազատվելը, չէ՞։ Որ երկրորդ կարգի ացենցիալը C-ում դրական է։ Ոստի 3-ից կստանանք 3-ից կբխի, որ fx-ը մեծ է, թե փոքր է այս առաջին երկու անդամների գումարից։ Մեծ է, չէ՞։ fx0 գումարած f'(x0) անգամ x մինուս x0։ Այսինքն այդ y շոշափող x-ից մեծ է, հա, շոշափողից վերև է գտնվում։ Հիմա նույն կերպ եթե x-ը պատկանի Այս կբխի, որ c-ն էլ է այդ նույն միջակայքից ու ստեղ կօգտագործենք հիմա երկուսը, այո, ստեղ երկուսը օգտագործում ենք, ասում ենք f2'c-ն փոքր է 0։ Հիմա էլ օգտագործում ենք էլի 3-ը ու ասում ենք, որ արդեն էսի որ բացասական մեծություն է, չէ՞, ուրեմն fx-ը փոքր է, չէ՞, այս գումարից։ fx-ը փոքր է fx0 գումարած f'(x0) անգամ x մինուս x0։ Իրոք տեսնում ենք, որ
մի դեպքում շոշափողից վերև է, մյուս դեպքում շոշափողից ներքև է։ Իհարկե Ինչի է հացան պատկանում է x0-ից x, ապա այն նաև պատկանում է x0-ից x0 plus delta։ Դե ոնց որ սա x0 x0 plus delta-ն է։ Սա x-ն է։ Այդ դեպքում x0-ից x-ը ամբողջությամբ x0-ից x0 plus delta-ի մանկած ու c-ն եւս մանկած կլինի այդ նույն ճակայքում։ Այսինքն sfx-ը, այդ x-ը ընկածական կը x0-ից x0 plus delta միջակայքի մեջ։ Ոնց։ Այդ որ գրեք fx, չէ։ fx x-ը ընկածա x0-ից x0 plus delta միջակայքի մեջ։ Մենք այսին այս անհավասարությունը որ վերջում ստացել ենք, ստացել ենք որ x-երի համար։ Որ ընկածա Այս x0-ից x0 plus delta-ի մեջ։ Հա, այս մյուս դեպքում էլ x0 minus delta x0 x-երի համար ստանում ենք, որ fx-ը շոշափողից ներքև է, հա։ Շեն տեսնում ենք, որ մի այս x0-ից աճ որոշ մասում շոշափողից վերև է, ձախ ընկած մասում ներքև է։ Okay։ Իսկ ո՞նց ենք հասկանում, որ այդ fx-ը մեծ է, fx0 այլ։ Okay, fx-ը սրանա չէ, հավասար։ Այս բացասական թիվ է։ Բացասական թիվ է, ուրեմն որ էսի դենն նետեմ, գումարը կմեծանա։ Դե ոնց որ fx-ը փոքր կլինի սրանից։ Ոնց կոպիտ ասած որ իր այս fx-ի տեղը այսքանը գրած լինի, ոնց որ ասած որ այսքանը փոքր է 0-ից, էլի։ Այլ հարցեր։ Լավ։ Հիմա էլ արդեն որ տեսնում ենք որ ածենցիալի երկրորդ ածենցիալի նշանն է կարևոր, հիմա արդեն կարող ենք հետևանք ձևակերպել։ Եթե f-ը հիստորիցիկ է, հա։ Եթե երկու անգամ դիֆերենցիալի, հա։ Ֆունկցիան հիստորիցիկ է։ x0 plus delta x0-ից x0 plus delta նույն ձևով ոնց որ այն մյուս կեսում կամ էլ մյուս կեսում եւ Իսկ գլխավոր է ոնց որ հակառակ տեսում, այս առաջինին կհամապատասխանի x0 minus delta x0, երկրորդին կհամապատասխանի արդեն x0 x0 plus delta, ապա x0-ն ինչպիսի կետ է, ապա x0-ն շրջման կետն է։ Մի խոսքով, եթե ինքը ուռուցիկությունը փոխում է, ուռուցիկից դառնում է գլխավոր կամ գլխավորից դառնում է ուռուցիկ, ապա այդ կետը շրջման կետ է։ Հիմա եկեք մի քանի ֆունկցիաների շրջման կետերը գտնենք։ Գտնենք։ Հիմա եթե ուզում ենք շրջման կետերը գտնել, ինչ պետք է անենք։
երկու անգամ ածանցեն գտնենք այդ ուռուցիկության գոքավորության միջակայքերը ու դրանից ելնելով էլ արդեն տեսնենք որտեղ որ փոխում է ուռուցիկությունը այդ կետն էլ կդառնա արդեն շրջման կետ, հա։ Այո, հետևանքը չհասկացած իթեև կամ խիստ ուռուցիկ է x0 x0։ Անցար սա սրա հետ է խոսում, այս երկրորդը, այս երկրորդի հետ։ Եթե մի կեսում ուռուցիկ է մյուս գոքավոր, հիմա այդ կեսերը ոնց սենց զույգով կամ այս մյուս զույգով էլի։ Լավ։ F'(x)-ը մեր մոտ մեկը բաժանած 1 + x քառակուսին է։ Երկրորդ տանցենցիալն էլ կլինի ինչ, մինուս այս հայտարարի ատենցիալը բաժանած 1 + x քառակուսի։ Հիմա եթե f2'x-ը հավասար է 0-ն լուծենք, այդ դրա միակ լուծումը x-ը 0-ն է։ Ու հիմա եթե երկրորդ տանցենցիալի նշանն է մեզ հետաքրքրում, x-ը դրական եղավ 2x բաժանած 1 + x քառակուսին, նո 1 + x քառակուսու քառակուսին այդ հայտարարը միշտ դրական է, դրական x-երի համար մեր ֆունկցիան այդ երկրորդ տանցենցիալը կլինի բացասականների համար դրական, այսինքն ինչ է նշանակում, որ 0-ն շրջման կետ է, հա, նո կարող ենք ասել, հա, այստեղ 0-ից պլյուս անվերջում ուռուցիկ է։ Կներեք, հա։ F-ը 0-ից պլյուս անվերջում գոքավորեմ։ Իսկ մինուս անվերջումի 0-ում ուռուցիկ։ Դրան շրջման կետ է։ X խորանարդն։ Հա, X խորանարդի համար էլ էլի 0-ն շրջման կետ է լինում։ Հա։ Շրջման կետ ունեն հիմա թե չէ։ Չէ, 0-ից պիում, նո 0-ն է շրջման կետ, եթե ավելի լայն տեղում որոշենք, 0-ն կդառնա շրջման կետ։ Եթե f(x)-ի էլի շրջման կետերն ենք ուզում գտնենք, դա այստեղ կստանանք, որ երկրորդ տանցենցիալը ով է 6x-ը, այստեղ երկրորդ տանցենցիալը մեր մոտ 0 է դառնում էլի 0-ում, այստեղ դրական է, այստեղ բացասական է, ուրեմն 0-ն շրջման կետ է, հա։ Կարող ենք նշել, հա, որ 0-ից պլյուս անվերջ ուռուցիկ է, F-ը ուռուցիկ է, իսկ մինուս անվերջությունից 0-ում գոքավոր, հա։ Ապ մի հատ էլ, ասենք x-ի 4 աստիճան ֆունկցիան դիտարկենք։ x-ի 4։ Հա, որ տեսնենք, որ ինքը շրջման կետ չունի։ Ու այս x խորանարդը մի հատ էլ գրաֆիկով էլ, հա, կարենք այդ ամեն ինչը տեսնենք, x խորանարդի գրաֆիկը այսպիսինն է, ու այս կետում տարված շոշափողը պարզապես ինչն է։ X-երի առանցքն է, չէ՞։ Ու ինքը իրոք x 0-ից աջ գրաֆիկից վերև է, 0-ից ձախ գրաֆիկից ներքև։ Հիմա եթե x-ի 4-ը նայենք, իր երկրորդ տանցենցիալը ինչ է լինելու։ 12x քառակուսի, որը միշտ մեծ կամ հավասար է 0-ից,
Այսինքն ինքը ուռուցիկությունը փոխում է, չի փոխում։ Չի փոխում, ուրեմն 0-ն շրջման կետ չի, չնայած որ երկրորդ ատենցիալը 0-ում 0, հա։ Չնայած որ f2-0-ն հավասար է 0, բայց քանի որ ուռուցիկ է R-ի վրա, ուստի 0-ն շրջման կետ E չէ, կետ չէ, հատ լավ։ Բարի, հարցեր, լավ, այդ դեպքում անցնենք հաջորդ թեմային, Յենսենի անհավասարությունը։ Theorem. Եթե f-ը ուռուցիկ է AB-ում, եւ ունենք n հատ կետ AB-ից, որոնց քանակը մեծ կանսար է 2-ից, ունենք n հատ գործակից, որոնք ոչ բացասական են եւ իրանց գումարը 1 է, ապա պարզվում է, որ այս ուռուցիկ ֆունկցիայի արժեքը այս α1 x1 գումարած α-n x-n, սա ինչ-որ x1 x-n-ի կշռային միջինացում է, ինչ-որ x1 x-n-ի արանքը գտնվող ինչ-որ մի հատ կետ է, փոքր է հավասար լինում α1 fx1 գումարած α-n fx-n, որին անվանում են հենց Յենսենի անհավասարություն։ Հիմա մենք ինչ գիտենք մեր ֆունկցիայի մասին, միայն գիտենք, որ այն ուռուցիկ է։ Իհարկե գոքավորի դեպքում էլ սպասում ենք, որ մեծ կամ հավասար լինի, հա, ոնց որ չենք ապացուցի, նույն ձևով այդ կարելի է ապացուցել։ Հիմա այս անհավասարության տիպի ինչ գիտենք։ Հա? Ուռուցիկության սահման։ Նախ եկեք հասկանանք, որ ուռուցիկության սահմանումն է, սահմանումը հանդիսանում է սրա մասնավոր դեպքը, երբ որ n-ը հավասար է 2, ընտիր։ Լավ։ Ու այս անհավասարությունը ինչպես կարող ենք ապացուցել, ինչ եք կարծում։ Ինդուկցիայով, հա։ Բնական թվերի համար ինչ-որ պնդում ենք ուզում ապացուցել ինդուկցիայով, հա, կապացուցենք, այն կապացուցենք ինդուկցիայով։ Ինդուկցիայով ըստ n-ի նախ ստուգենք, որ
Ստուգենք n հավասար 2 դեպքում։ Այսինքն ինչ ենք ուզում ստուգենք, որ եթե x1-ը x2-ը պատկանում է AB եւ alpha1-ը alpha2-ը մեծ կանասարա 0 իրանց գումարը 1 է, ապա ինչ։ Բայց բետախաս պայմանը ճիշտ է նաև այն հավասարը 1-ի դեպքում։ Բարի։ Մեկը դեպքում ոնց որ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Այստեղ քանի որ թեորեմում նշված է n-ը մեծ կանասարա 2, դրա համար 2-ից ենք սկսում։ Այդքան n հավասարը 1, դա թեորեմից դուրս AC-ին Ճիշտ ես։ Այո։ Որի մեջ նաև ոչ մի հետաքրքիր բան չկա, հա, որովհետև պարզապես n հավասարը 1 դեպքում նշանակում է մի հատ գործակից ունես, որը 1 է։ Ու ասում ես, որ f alpha x-ը փոքր հավասար կամ fx-ը փոքր հավասար 1 անգամ fx-ից։ Այդ պատճառով այդ դեպքը չենք շեշտում։ Okay։ Այս դիտարկելու նպատակը հետևյալում է, նախ նկատենք կապը օրոցիկության հետ։ Այդ ոնց որ այդ գործողությունը անելու համար ենք անում։ Իհարկե կարող ենք բաց թողել։ Այդ ճիշտ է։ Բայց նաև հարկավոր է ոնց որ տեսնել կապը, որ հետո էլ մնացած ինդուկցիոնը անենք։ Լավ։ Ապա ինչ։ F alpha1 x1 գումարած alpha2 x2 փոքր հավասար, այս ուզում ենք ցույց տանք, հա, alpha1 fx1 գումարած alpha2 fx2, հա։ Աստղրոցիկության, հա, օրոցիկության սահմանման։ Բայց եթե ոնց որ կարիքը չունեք այս գրելու, իհարկե կարող ենք բաց թողել։ Ոնց որ հակառակ կողմն էլ կա, էլի, եթե տեսնում եք, որ այս ամեն ինչը գրելու կարիքը չունեք, տեսնում եք, որ տես լրիվ պարզից պարզեր, որ n հավասար 2 դեպքում է դա, կարող ենք բաց թողենք, ժամանակներս օգտագործենք մնացած կտորի վրա։ Այստեղ օրոցիկության սահմանման ինչ է, f alpha x գումարած 1 մինուս alpha y-ը փոքր հավասար alpha fx գումարած 1 մինուս alpha fy, հա։ Հիմա մնում է x-ի տեղը ոնց որ սրահում է, եթե 1 դնենք, այս սրահում 2, հա, 2-ում ինչ վերցնենք, որ 1-ը ստացվի։ Վերցնելով alpha-ի փոխարեն alpha 1 x-ի փոխարեն x1 եւ y-ի փոխարեն x2 մի հատ էլ հաշվի առնելով, որ ինչ որ alpha 2-ը դա 1 մինուս alpha 1-ն է, որը 1 մինուս alpha-ն է, կստանանք 1-ը, հա? Բայց ապոր են ուսուցան թեորեմի մեջ, մեր alpha-ն 0-ից 1-ում է սահմանափակված։ Իսկ այս թեորեմի մեջ մեր alpha-ները սահմանափակում չունեն, ասեն, որ 0-ից մեծ են։ Լավ, եկեք 0-ից մեծ դնենք։ Չէ, բայց ընդեղ էլ մեծ կամ հավասարով էինք ասել։ Ինչպես։ Alpha 1 մանտ alpha 2 հավասար է 1-ից կհետերի, որ alpha-ները 0-ի 1-ի միջակայքում են։ Հա։ Ուղղակի այդ բառը չասացիք էլ ինքնարդյունք կասենք։ Okay։
որ դրանից է պատճառը։ Ես չասցի, դու ասցիր։ Այդ ոնց որ այդ լրացումը, որտեղ որ տեսնում եք լրացման կարիք կա, արխային ասեք, ոնց որ ոչ մի խնդիր։ Բարի։ Հիմա ենթադրենք տեղի ունի n-ի համար։ Եվ ցույց տանք, որ այն ճշմարիտ է n+1-ի համար։ Հիմա n+1-ի համար, այսինքն ինչ ենք ուզում ցույց տանք։ Ուզում ենք տեսնենք, որ այդ f α1 x1 գումարած α n+1 xn+1-ը փոքր է հավասար α1 fx1 մինչև α n+1 fxn+1, հա? Այս ենք ուզում ցույց տանք օգտագործելով այս երկրորդը։ Հիմա մեզ α1 x1-ի մինչև α1 նշում ենք որպես x։ Իսկ α1+1 xn+1-ը որպես y։ համարյա թե։ Դες մի քիչ այնտեղ բան կա։ Ոնց կարող ենք այդ մասը ավելի լավ ասել, այսինքն մեզ պետք է էլի sense տնենք կամ երկու հատիկ կամ n հատիկ թվերի ոնց որ ինչ-որ կշռային գումար նայել, հա, կշռային միջինը նայել։ Ոնց որ ստեղ ինչն է խնդիրը, օրինակ ստեղ n հատի համար գիտենք, ստեղ n+1 հատի համար ենք ուզում ապացուցել։ Հիմա այդ n+1-ից ոնց կարանք n+1-ից n-ը ինչ-որ ձևով կապենք, օրինակ ինդուկցիոն ենթադրությունը օգտագործենք։ Ինչպես։ Այս վերջին երկու անդամը իրար կպցնենք։ Հիմա ասեն հետևյալը անենք։ Այս ալֆա f ունենք, որ ըստ ինդուկցիոն ենթադրության, հա, f այստեղ α1 x1 գումարած գրում ենք α(n) xn, α(n+1) xn+1 Այսօր ձեր դասամիջոցից մի քիչ գողացա, ինչ ենք անում, ստեղ այս երկու անդամը ոնց որ մեկ ենք դարձնում, այսինքն գրում ենք α1 x1 մինչև α(n-1) xn-1, հիմա հաջորդ գործակիցը ինչ կուզենայիք լիներ, որ այդ գործակիցների գումարը մեզ պետքա մեկ լինի, չէ՞։ Մեկից հանած այսքանը, դե մեկից ասին բոլոր ալֆաների գումարներ, չէ, տալիս մեկը։ Պետք է այս վերջին երկու հատը իրար գումարենք։ Այսինքն այստեղ գրում ենք ալֆային գումարած α(n+1) անգամ հա մեկից հանած չկա։ Հենց արդեն այս α1, α(n-1) եւ այս վերջին երկուսի գումարը հենց մեկը կտա։ Հա, անգամ դե պետք է գրենք այն ինչ որ տակը մնում է α(n) xn գումարած α(n+1) xn+1 բաժանած α(n) գումարած α(n+1 Ոնց որ հիմա ստեղ կարող ենք ասել, որ փոքր հավասար այս ինդուկցիոն ենթադրությունով α1 fx1 մինչև ալֆա n-1 f xn-1 ու գումարած ինչ։ Ընտիր։ F այսքանից։ Իսկ այսքանն էլ ինչ տեսքով կարող են գրել։ Կարող են գրել ալֆա-n բաժանած ալֆա-n գումարած ալֆա-n+1 xn գումարած
alpha n plus 1 բաժանածել է այդ նույն գումարի վրա xn plus 1, հա։ Այսինքն հիմա եթե այսքանից տեք alpha հասկանանք, այս մյուս կոտորակը իրանից ներկայացնելու է ինչը 1 մինուս alpha-ն, որտեվ սրանց գումարը հենց 1 չի տալի։ Դե հիմա մի հատ էլ որ ասենք օրուցիկությունից ունենք, որ, հա, այս f alpha n բաժանած alpha n այսքան x-n գումարած, սրա անունը եկեք alpha դնեմ, հա, այսի էլ հասկացանք, որ 1 մինուս alpha-ն է, արդեն այսին չեմ նշանակում այդ ստացվում է, xn plus 1-ը, փոքր է հավասար, alpha անգամ fxn, գումարած 1 մինուս alpha, fxn plus 1, ինչը տեղադրելով նախորդում, ինչ կստանանք այս f alpha 1 x1 միջև alpha n plus 1 xn plus 1-ը տեսել էինք փոքր հավասար alpha 1 fx1 գումարած alpha n minus 1 fxn minus 1 ու մի հատ էլ պետք է ինչ գումարենք այս գործակիցը բազմապատկած այդ alpha fxn գումարած 1 minus alpha fxn plus 1 իսկ էսի հենց մեր ուզած գումարն է տալի որտեվ այս alpha անգամ սա հենց alpha n-ն է տալի, իսկ 1 մինուս alpha անգամ alpha n plus 1-ը տալիս է alpha n plus 1-ը, ասենց դեր մի հատ պիտի գրենք, սա էլ հավասար է մեր ուզածին։ Դել հավասար է alpha 1 fx1 գումարած alpha n minus 1 fxn minus 1 alpha n fxn ու alpha n plus 1 fxn plus 1 այստեղ արդեն ավարտեցինք հա ապացույցը